Հարց է առաջանում եկեղեցու պատարագի ժամանակ երկրի թիվ 1 պատասխանատուն ինչ քաղաքական այց է իրականացնում, որ ես լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի իրեն խոչընդոտում եմ։ Ինչ այց եք իրականացնում դուք եկեղեցի։ Եկեղեցին ձեզ համար դահլիճ չի, բենք չի, որտեղ քարոզ արշավ եք անցկացնում։ Եկեղեցին դա սրբավայր է, որտեղ մենք աղոթում ենք առ Աստված, առավել եւս պատարագի օրերին եւ առավել եւս Ծաղկազարդի օրը։ Եվ Ծաղկազարդի օրը երեխեքի օրնության ժամանակ երեխեքին չեն բռնում, չեն ծեծում, չեն ջարդում։ Ընդհանրապես սա այդ ձեռագիրը, որը իրենք ցույց են տալիս, այս ձեռագիրը եւս մեկ անգամ իրենք հիշեցնում են, որ ոնց որ 20 թվականին մեր 18 տարեկան երեխեքին ոնց որ եւ թիվ 1 պատասխանատուն ասում էր, չէ, ազգային ժողովի ամբիոնից, որ եթե այս ամեն ինչը չլներ, պատերազմը չլներ, իրեն այն ժամանակ ասեին դավաճան եւ դրա համար ստիպված գնացել են պատերազմի։ Խոստովանել էր ինքը։ 18 տարեկանների Մինասյանին ճանաչում եք, իհարկե չեմ ճանաչում։ այսինքն իր հետ չէ եկել կարա ինչ-որ բան կազմակերպեիք։ Գեորգ ջան, ես նորից եմ կրկնում, ես պատիվ եմ ունեցել կազմակերպել եւ կազմակերպման գործողություններին մասնակցել եւ անմիջական մասնակցել գործողություններին Արցախի ազատագրման, գյուղերի, քաղաքների եւ տարբեր, որին ես պատիվ եմ ունեցել մասնակցելու։ Ես նման բաներ չեմ կազմակերպում, առավել եւս երեխաներին։ Դուք այդ պահին նկատել եք ինչպես եղավ, այսինքն Ինչից սկսեց։ Ինչից սկսեց, հարված իշխանությունը հարված է ասում, բայց հարվածը արդյոք։ Ես թիկունքով եմ կանոնացել, դուք մի մոռացեք, որ այնտեղ անցովիկ տեղը շատ նեղ է, եւ երբ որ շքախմբով թիվ 1 պատասխանատուն գալիս ասում է միջև խորան ու նորից հետ է դառնում, ոնց ուզում ես արա, այնտեղ հրմեշտոց է տեղի ունենում եւ չի բացառվում, որ այդ երիտասարդները հավասարակշռությունային կորցնում գնում են կամ որևիցե մեկը անվտանգության աշխատակիցներից կամ որևիցե մեկը, չգիտեմ, ով կարող է մի քիչ կոպիտ ինչ-որ հրելա կամ մի քիչ ինչ-որ սեղմելա, որտեղից իրենց մոտ պորտքում էր առաջանում, առավել եւս եթե դուք նկատել եք տեսանյութերով, որը ես նույնպես հետո եմ արդեն ձերբակալությունից հետո եմ տեսել տեսանյութերով, ինքը երբ որ գալիս մտնում էր եկեղեցի, այս եկեղեցում իր հավաքած մարդիկ չկային եւ չկար այդ ծափահարություններով իրեն դիմավորողները։ Հիմա կալանավորված է, այսօր նորից բժշկական կենտրոնից տեղափոխել են նրան կալանավայր, ինչպես եք բնութագրում տեղի ունեցող զարգացումները, նաև հաշվի առնելով, որ փաստաբաններն ահազանգում են առողջական լուրջ խնդիրների մասին։ Ես նորից եմ ասում, սա ուղիղ իր ձեռագիրն է եւ ցույց է տալիս ինքը ոնց է ինքը 18 տարեկան երեխեքին 20 թվականի պատերազմի ժամանակ ոնց ինքը ոչնչացրեց մեր սերունդը երիտասարդ սերունդը, նույն կերպ ինքը ատելությամբ եւ լծված այս 18 տարեկան երիտասարդին։ Այսինքն կուժ ասում են կուլեք լսեք, որ որտեղ ուզենամ մտնեմ հանկարծ որևիցե մեկիդ մտքով չանցնի ինձ բան ասեք։ Սա ժողովրդավարությունն է ու սա ինչ որ իբր ինքը այնց ժողովրդավար, ղեկավար է ուզում աշխարհին ցույց տա, որ ինչ որ ես ավելի լեգիտիմ եմ եւ այլ եւ այլ։ Սա տերոր է, տերոր երիտասարդ սերնդի, տերոր ազգի նկատմամբ, տերոր յուրաքանչյուր այն մարդու, ով համաձայն չի իրենց քաղաքականության հետ, ազգադավ ու պետականակորձան քաղաքականության հետ։ Սա ինչ վերաբերում է դրան, իսկ եթե թույլ կտակ այսօրվա ծրագրերի հետ կապված էլ ասեմ, իմ ընկերները իհարկե արդեն խոսեցին, գործընկերներս խոսեցին այս ամենից, ես փորձեմ միայն ավելացնել մի բան, որ մեր ընդդիմադիր գործիչները բոլոր նրանք, ովքեր հենց հիմա եւ պատրաստվում են մասնակցելու ընտրություններին եւ այլ, գիտեք, երկրորդ անգամ նորից փորձել լեգիտիմացնել այսօրվա թիվ 1 պատասխանատունին, դա շատ ծանր ու կործանարար վերջնական կնստի մեր վրա եւ միջազգային ատյանների հետ կապված, եթե մենք պատրաստվում ենք չեղարկել վաղը մյուս օր իր որոշումները, մենք չենք կարող անընդհատ լեգիտիմացնել, այսինքն իր հետ գնալով անընդհատ հավասար ընտրությունների դա լեգիտիմացնել։ Եթե այլ ընտրանքը մեր սահմանադրական իրավունքով ժողովրդական փողոցային դուրս գալու շարժումն է։ Բայց եթե հիմա մենք Դավիթի օրինակով ներողություն տեսանք, որ ինչ բռնություն է գործադրվում, մարդու ընդհանրապես կամքել ինչ-որ միտքել չի արտահայտել Դավիթը, բայց արի ու տես, ընդամենը ասելով, որ ինձ այդպես մի նայեք եւ որում Փաշինյանին չի ասել, այլ Թիկնազորի անդամներից, հիմա տեսնում ենք, որ այդ երիտասարդը բանտում է
անգամ հաշվի չի առնվում նրա առողջական վիճակը եւ ընդհանրապես ընտրություններից առաջ ցանկացած կառավարություն նույնիսկ համաներում է անում, իսկ այստեղ մենք տեսնում ենք համաներման մասին միգուցե ընդհանրապես խոսք չկա, ընդհակառակը բռնատիրությունը եւ ճնշումները շատ ավելի ուժգին են։ Սա եւս մեկ ապացույց, որ այսօրվա իշխանությունը ինչ է ճնշումները, որ օգտագործում է, ինքը օգտագործում է, որպեսզի աչք վախեցնի եւ որպեսզի կարողանա մարդկանց իր ուժով, իր պետական ռիչակներով, հնարավորություններով կարողանա նորից ամրապնդի իր աթոռը։ Սա եւս մեկ օրինակ է, որ եթե այս երիտասարդին 18 տարեկան երիտասարդին ինքը չի կարող ոչ ների, ոչ կարողանում է ռեալ գնահատի իրավիճակը եւ ամեն ինչ օգտագործում է իր աթոռը ամրացնելու եւ մարդկանց վախի մթնոլորտ տարածելու, սա եւս մեկ առիթ է եւ մեկ պատճառը, որ հասկանաք, որ եթե այս իշխանությունը նորից վերընտրվի, իրապես բոլորը կործանված եք եւ բոլորս կործանված ենք եւ չի լինելու իրական ոչ մի դրական իրավիճակ Հայաստանում եւ Հայաստանի Հանրապետությունը նույնպես ոնց որ պետականություն ինքը կանգնած է իրական վերջնական կործանման առաջ, եթե սրանք նորից վերընտրվեցին։ Իսկ քաղաքական գործընկերներս, ովքեր եւ հիմա ընտրություններին են պատրաստվում, ես ուզում եմ կոչ անեմ, որ բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են, ովքեր քարոզարշավներ են իրականացնում, տվեք, ձեզ չի հետաքրքրում այս 44 օրյա հանձնաժողովի այս զեկույցը, չի հետաքրքրում, միգուցե ձեր շարքերում են հավաքված այն դավաճանները, այն մեղավորները, ում պատճառով եւ այս ամբողջ աղետը մեր գլխին եկավ։ Ձեզ չի հետաքրքրում, որ այս ամենի պատասխանատուները ի հայտ գան։ Եթե ձեզ բոլորիդ հետաքրքրում է, ուրեմն բարի եղեք, միացեք այս շարժմանը, այսինքն նախաձեռնությանը, այս որպեսզի իրապես մենք կարողանանք հասկանանք ի վերջո այս 5 տարի, 6 տարի սրանք քննում էին, ինչ քննեցին։ Ովքեր են մեղավորները, ովքեր են դիրքավորվել, խրամատավորվել անդիմադիր դաշտում, իբր պետության եւ երկրի եւ ազգի մասին մտածողներն են, որոնք դուրս են գալիս իբր այս իշխանության դեմ։ Մենք չիմանանք ընդհանրապես բոլորն ովքեր են։ Այո, այս իշխանությունը թիվ 1 պատասխանատուն է, բայց այս իշխանության հետ երկար ժամանակ համագործակցել են շատ շատերը, այսօր էլ իբր անդիմադիր են բոլորը։ Ցույց տվեք այդ բոլորի դեմքը, եկեք կանգնեք։ Ես գիտեմ ուժեր, որոնք քիչ թե շատ ավելի պետք է որ մաքուր լինեն եւ այդ մաքուր ուժերը պետք է միանան, ու առավել եւս ձեզ համար ցավ չի զոհվածների, անհետքորածների ծնողների ցավը։ Մի պահ պատկերացրեք այս սաղ ընտրություններից, աթոռակռվից, ամենից վեր, պատկերացրեք այս մարդկանց հոգու ցավը։ Դուք այդ ցավը չունեք, դուք երկրի պետականության ազատագրական պայքարի կորստի ցավը չունեք։ Ես ունեմ հաղթանակի կորցրածի ցավը, ունեմ հողիս երկրից ցավը։ Աթոռը ձեզ, հողն ու իմ ազգը թողեք ինձ։ Թողեք մի պառակտեք, մի թունավորեք, մի բաժանեք իմ ազգը։ Աթոռը ձեզ, հողս ինձ, ժողովուրդս ինձ։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմաթ Media AM կայքում։